Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամիսներ առաջ խոստացավ վերանայում կատարել բռնի տեղահանված արցախցիներին առաջարկվող սոցիալական ծրագրերում, սակայն ինչպես արցախցիներն են նշում, առ այս պահ որևէ դրական փոփոխություն չի իրականացվել։ Ուստի բռնի տեղահանված մեր հայրենակիցները որոշել են վաղը հունիսի 19-ին կառավարության դիմաց իրականացնել ակցիա արտահայտելու իրենց դժգոհությունն ու բողոքը։ Ակցիայի նախաձեռնությունը արցախցի քաղաքական հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանինն է, որ համոզված է կառավարությունից առաջարկվող ծրագրերը ուղիղ ճանապարհ է դեպի նոր արտագաղթ։ Վաղ ակցիայի այդ առաջնաօրակարգի հարցերից մեկը լինելու է, որ անժամկետ ուրեմն սոցիալական աջակցությունը, որովհետև բոլոր այդ խոստումները, բոլոր այդ ժամկետները, որ իշխանության կողմից ներկայացնում է, չի բավարարում կամ էլ գիտեմ թե ցանկություն չկա կամ էլ ինչ-որ խնդիրներ կա, բայց ոչ ժողովրդի կողմից, ոչ ժողովրդի մեջ, այլ խնդիրները իրենց մեջ է։ Ու պահանջ լինելու է, որ անժամկետ սոցիալական աջակցությունը շարունակի մինչև բոլոր այդ հարցերի լուծումները, հարցերի պատասխանները բավարար ու ընդունելի հասանելի չլինի ժողովրդի արցախահայության տեղահանված արցախահայության համար։ Այս խնդիրները առաջացնում հաշվի առնելով, որ այս վերջի քանի օրերը ուշացնելով այդ սոցիալական աջակցությունը վերջի ամսվա արդեն մեծ արձագանքներ բողոքի ալիքներ է բարձրանում ու դա երևում է, որ ժողովուրդը այդ սոցիալական աջակցության հիման վրա են մինչև այսօրվա պահը մի ձևի գոյատևելով, մի ձևի իրենց ապրելակերպը ձևակերպում։ Դրա համար կառավարությունը պարտադիր է շարունակել այդ սոցիալական աջակցությունը։ Օրենքն է իրենց ձեռը, հնարավորությունն է իրենց ձեռը։ Իրաք ամեն ձևի, եթե իրոք հայանպաստ մոտեցումները, ես գիտեմ թե բոլոր որոշումները կարողանան ու պետությունը ունի բոլոր հնարավորությունները տեղահանված ժողովրդի ապահովելու ստեղ ապրելակերպով, ապահովելու աշխատանքով, ապահովելու մնացած բոլոր այդ ծանր հարցերին, որոնք այս իրավիճակում հայտնվել է հանրությունը, մեր ժողովուրդը իրենց մեղքով, մենք պահանջատերն ենք, իրենք պատասխանատուն։ Անաստաս Իսրայելյանի համոզմամբ այլևս ժամանակ ու հավատք չկա նոր խոստումների կամ էլ քննարկումները երկարաձգելու համար։ Պետք է վճռական պահանջ ներկայացնենք իշխանություններին շարունակել բնակ վարձի փոխհատուցումը այնքան ժամանակ, քանի դեռ բնակապահովման համակարգում իրական էական փոփոխություններ չեն արվել, ասում է Անաստաս Իսրայելյանը եւ կոչով դիմում արցախցիներին եւ Արցախի խնդիրներով մտահոգված հանրությանը։ Բոլոր արցախցիներին կոչս, հորդորանքս նույն բառերն է, նույն մտքերն է, սիրելի արցախցիներ, բոլորը մեծ խաբում են ինչի համար, մեր անտարբերության համար, խաբում են ինչի համար, որովհետև մենք ահագին ժամանակ Արցախը գործնելուց հետո էլի ինչ-որ հավատք կամ էլ հավատում ենք այն ղեկավարներին, այն ներկայացուցիչներին, ով մեզ բերել հասցրել է այսօրը։ Այսօրվա իրավիճակում մենք ինքներս արցախահայությունը հայ ժողովրդի հետ միասին, ես չեմ ուզում տարանցատել, որովհետև սա համազգային հարց է, հայ ժողովրդի հետ միասին պիտի միասնական մենք գնանք մեր իրավունքների հետևից, մենք գնանք մեր հարցի պատասխանների հետևից։ Ոչ եմ անում, բոլորս միատեղ, համատեղ դուրս գանք, մեր բողոքով, մեր հարցերը ներկայացնենք ու պահանջատեր լինենք ինքներս։